31-70 և 31-69 ընտրատեղամասերի տարածքում կուտակումներ են, այս մասին բարձրաձայնում են տեղական դիտորդները։ Եթե այստեղ այս մարդիկ չգիտակցեն այնուամենայնիվ, որ իրանք պետք է օրենքի շրջանակներում գործեն, իսկ մենք անընդհատ արձանագրում ենք իրանց ապօրինի վարքագիծը, դա հիմք է 31-70 և 31-69 ընտրատեղամասերում ընտրությունների արդյունքը չեղյալ ճանաչելու համար։ Չեղյալ ճանաչելու, որովհետև ընտրակուտակումները տեղամասերի մոտ արգելվում են, մենք դա պարբերաբար արձանագրում ենք։ 31-70 ընտրական տեղամասի հանձնաժողովի նախագահ Ալլա Գևորգյանը նշում է, 1756 ընտրողից ժամը 12-ից 12:30-ի հատվածում ընտրողների քվեարկության մասնակցած անձանց թիվը 308 է։ Ինչ վերաբերում է կուտակումներին, Ալլա Գևորգյանը նշում է. Բայց 15 հոգին դեռևս չի գերազանցում, նկատում ենք, որ կուտակում կա, բայց չեն գերազանցում։ Ուղղակի ծերեր էսպայի դրությամբ շատ են ընտրողները, մի քիչ դանդաղ է ընթանում։ Զրույցի ընթացքում պարզ է դառնում նաև, որ կուսակցությունների վստահված անձանց միջև միջադեպեր են եղել։ Միջադեպեր վստահված անձիկ միմյանց հետ են ունեցել, բայց հաշտվել է։ Կոնկրետ իմ հետ կապված մենք միջադեպ չենք ունեցել։ Վստահված անձիկ միմյանց հետ։ Այո։ Նշենք, որ այս ընտրատեղամասի պատուհանների փակցված ցուցակների մի մասը ակնհայտորեն մատչելի չեն բնակիչների համար, ինչը ևս հակասում է ընտրական օրենքին։ Աստղիկ Խաչատրյան, Խանովանիսյան, այսօր։